Ուրեմն այս ցուցահանդեսին որ կանչեցին, եկա տեսա այդտեղ 6 հատ սյուն է։ Տեսա որ քիչ է, որոշեցի մի հատ էլ ես ավելացնում։ Ամեն բոլորը շատ մեծ կասկածելի գույնի էին, որոշեցի ճիշտ գույնի սյուն դնել այստեղ։ Բաբելոնյան աշտարակի ուղղակի միլիցերի անկյան տակ երևի հավերժ 70,000 տարվա պատերազմների մասին է խոսքս, որովհետև դժբախտաբար միակ ստորաբաժանումը, որը հավերժ կա, դա հետևակն է, այսինքն լեգիոնը, ինֆանտերիան։ Աշխատանքը հիացմունքի և սարսափի մասին է։ Սարսափի և հիացմունքի դեպքում սրտի աշխատանքը և օրգանիզմի արտաբերող քիմիական նյութերը գրեթե նույնն են լինում։ Հրաշալի աթոռ է կոչվում, այսինքն արվեստի խնդիրը, որը երկար ճանապարհ է անցնում, միշտ անցնելով այլասերման ճանապարհներ, տալիս է գրեթե նույն ասոցիացիաները, ինչպես հրճվանքի, այնպես էլ սարսափի պահին։ Զգուշացում է ատոմային ռումբի դեմ, որը անհանգիստ վիճակ է բոլորիս մոտ, չի կարելի հանգիստ վիճակով նստել աթոռի վրա։ Ամեն օր այդ հարցը ինքս ինձանից տալիս եմ, ինչի համար եմ ես գործանում, երևի պայքար է, ես պայքար սիրում եմ կռվեմ, իմ գործս միշտ պայքարի հետ է բաղկացած եղել, իսկապես հոգեկան մեծ հաճույք եմ զգում, երբ լավ ցուցահանդես եմ տեսնում եմ լավ ստեղծագործներ իրենց գործը կարողանում են արտահայտվել և շատ լավ, իսկապես շատ լավ նկարիչներ ունեն կամ ստեղծագործներ ունենք Հայաստանում, մեծ ձևով հոգեկան հաճույք եմ զգում, երբ տեսնում եմ կարողանում են հեշտությամբ իրենց արտահայտել և բացի դա մտածում եմ մշակութային մեծ գործ ենք բոլորով անում և ուրախ եմ այդ պատճառով։ Ուրեմն ես նացյուրմորտների հետազոտական այդպիսի աշխատանք է, երկար մի 3 տարի առաջ եմ սկսել աշխատել, ես իմ մոտ երևի 5-րդ ցուցադրությունն է այս աշխատանքների և հիմնականում փորձ է թարմացնել իմ սիրած, մանկությունից սիրած այդ
նատյուրմորտային պատկերների։ Հիմնականում այդպիսի փորձ է։ Դեռ կարող է եւ շարունակվել։ Այս համրեցված բարձրախոսը, համր գործիքը, դա մի մասն է այն պրոյեկտի, որը տեղի է ունենալու մյուս տարի, որի վրա ես հիմա աշխատում եմ։ Պրոյեկտը կոչվելու է Մեծ ատրոֆիա։ Անվերնագիր։ Ինչի համար ես նկարում։ Կայֆ կրնեք, հա, մեր վրա։ Ինչ նկարես հակապ է պահում։ Բնույթի հոգեբանության մարդու փոխակերպման մասին է, որ կապված երևույթների հետ ինքը իր մեջ կրում է փոխակերպում։ Ժամանակի ընթացքում դրական, բացասական եւ այլն դա արդեն սուբյեկտից է կապված։ Ու փոխակերպման բաներ, ասենք կոնստիտուցիա կարող է վերածվել կուրքի կամ ասենք մարմինը գայթակղության, ու եւ այլն, այդ շարքի փոխակերպումներ են։ Ես հատուկ չեմ նկարել, իմ ստեղծագործական պրոցեսից մեջ, ես իմ նկարներից մեկն է, որը պիտի զարգանա եւ հանդիսանում է էսքիզ այն մեծ աշխատանքի, որը հիմա սկսել եմ։ Ես շարունակել եմ հայկական գեղանկարչության տրադիցիան, որը սկսվում է Սարյան, շարունակվում Մինասով եւ Կալենցով եւ իր ավարտումը գտնվում է իմ այս կենտրոնում ներկայացված աշխատանքով։ Իմ կարծիքով այդպես է լինում։ Հայկական տառային գունաշերտումներ։
Ցույց եմ տալիս սիրո տեղը, որտեղ է գտնվում։ Բացում եմ սիրո տեղը։ Աշխատանքը կոչվում է բաց նամակ։ Այսպիսով աշխատանքը ամբողջովին արված է հակակոնցեպտուալ սկզբունքով, այսինքն իրար կողք դրված են տարբեր իրարամեր ինչ-որ չափով աշխատանքներ, որտեղ հաստատում է այն տեսակետը, որ այսինքն սա նույնպես կոնցեպցիա է, որ աշխատում է այն կոնցեպցիան, որտեղ որ չի նկատվում ընդհանրապես կոնցեպցիա, այսինքն դա նորից ինչ-որ եթե հիշվենք, դա նման այն բանին, որ դա այն ճշմարտությունն է, ճշմարտություն, որտեղ որ չկա համարյա, այսինքն ճշմարտության մասին հիշատակում նկատի չի առնում։ Այսինքն այս տեսանկյունից ամբողջ աշխատանքը հավաքված։ անդառնալիություն է, այդ անդառնալիությունը հաճախ շատ ցավոտ է լինում, ցավոտ է տանում, մենք ուրիշ տեղ ենք սպասում, որ դա դուրս գա, բայց դուրս է գալի ընդհանրապես մի ուրիշ տեղ ենք սպասելի, չգիտեմ անդառնալիություն լավ է թե վատ։ Նամակները շփ սրանցը դուրա։ Մեզ ոնց է հայկական կոնցեպտուալիզմը։ Ուրեմն նայեք, ֆոտոն, առարկան եւ տեքստը։ Ու այդ տեքստը ես որոշեցի վերածել պոլիշորի։ Դեռ 3 հատ մանիֆեստ է, դա, պոպ-արտ եւ կոնցեպտուալ։ Այս անգամ բերել եմ սառնրկեցուցիչը, որ առաջի անգամ պետք է տեսնես բոբոն։ Ցուցանշանները մտնելով արվեստի դաշտ, նրանք զրկվում են իրենց ֆունկցիայից եւ ձեռք են բերում սեփական ֆունկցիան, որը բոլորովին պարտադրող
իմաստ չունի։ Այսինքն արվեստի ոլորտում, որը որ անգիտակցականն է, այնտեղ չի կարող լինել որևէ ցուցանշան։ Ինքնակործանման ավերածությունների պրոյեկցիան է տեղի ունենում իմ արվեստում։ Դիտարկումը չհաստատեց պրեզիդենտի պորտի տեղում չլինելու վարկածը։ Ամենամոտ ընկերների պորտրետն է, որպեսզի անմիջական նրանց հայտնիությունը չմատնեն, ես փոխակերպել եմ Մալբորոյի եւ Կոկա-կոլայի շշին, կարծում եմ դրանք շատ համարժեք են նրանց։ Հանձինս Գրիգոր Խաչատրյանի։